Տերը փառավորվի, շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ մեր Տերն է, մեր Փրկիչն է, մեր Թագավորն է եւ իր խոսքի համեմատ մեր մեջ է։ Աստված օրհնի մեր սրտերը պատրաստ լինի իր խոսքի համար։ Խոսքը, որ այսօր պիտի ներկայացնեմ, այսպես են վերնագրել, ով մեր կողմը չէ, մեզ հակառակ է։ Գիտեք, սա խոսեց, այս խոսքերը խոսեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ինչ բայ հետ կապված, ինչն էր պատճառը, որ այսպես ասեց, կհիշեցնեմ, կներկայացնեմ Սուրբ Գրքից, դա գրված է Մատթեոս 12-րդ գլխում։ Նախ սա եմ ուզում ուշադրություն դարձնենք, եթե պատկերացնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանը, ինքը երկրի վրա գործում էր, Տիրոջ անունով, Աստծո անունով, Աստծո գործ, ներկայանում էր որպես Աստծո ծառա, Աստծուց ուղարկված, Քրիստոս, խոստացված Մեսիա։ Կային նաև այդ ժամանակ երկրի վրա, հենց այդ բանում, ինքը հիմնականում գիտեք, ասենք, բանում էր, Հրեաստանում էր գործում, Գալիլեայում նաև կողքի, ասենք, հեթանոսական մասում, բայց հիմնականում Հրեաստան, առաջերտին հրեաների հետ։ Եվ կային այնտեղ նաև նույնպես մարդիկ, որոնք հայտնի են որպես Աստծո մարդիկ, չէ, քահանաներ, որտեղ գիտեք, Աստված մինչև այդ կար, ուխտը գործում էր, Հիսուսը մեր Տերը որ եկավ, դեռ հին ուխտը գործում էր, եւ հին ուխտի կարևոր, ոնց որ ասած, ծառաները, հին ուխտի բաների մեջ, այդ գործերի մեջ ծառաները քահանաներն էին, քահանապետներն էին, դպիրներն էին, կային փարիսեցիներ, որոնք հատուկ նվիրյալներ էին համարվում Աստծուն, որպես թե, ասենց ասած, ամբողջությամբ նվիրված, ասենց մոլի հոգևորականներ Աստծուն այդպես, որոնց ուշքում ոնց որ ներկայացված էր, որպես թե իրանք ամեն բան Աստծո համար են ուզում անեն։ Այսինքն կային հոգևորներ արդեն հայտնի, եւ Քրիստոսը իր ժողովրդով կամ իր խմբով, իր աշակերտներով, երկուսն էլ կարելի ասել խոսում են Աստծո անունից, չէ՞, քահանաները, քահանապետերը ներկայանում են որպես իրանք էլ Աստծո մարդ, Աստծո ծառա, Աստծո անունից իրավունք լիազորություն ստացած գործողներ, Քրիստոսներ։ Առաջի հայացքից տպավորություն է ստեղծում, որ նրանք նույն Աստծուց են, նույն Աստծո համար, նույն Աստծո ծրագրերի համեմատ պիտի գործեն եւ ոնց որ ասած միասնաբար պիտի լինի իրար հետ եւ Աստծո համար։ Այսինքն եթե նայենք ով է Աստծո կողմը, ով է Աստծուն հակառակ, առաջի հայացքից, ասում եմ առաջի հայացքից, տպավորությունն այն է, որ երկուսն էլ Աստծո կողմից են, որպես երկուսն էլ Աստծո որպես Աստծուց դրվածներ են, չէ՞, գործ խոսում, գործում։ Բայց իրականության մեջ մենք տեսնում ենք, որ այսինքն գուցե շատերն էլ հենց այդպես մտածեն, դե նրանք էլ են Աստծուց խոսում, քահանաներն են, Հիսուսն էլ Աստծուց խոսում, իր աշակերտներն էլ, քահանաներն էլ, դե մեկ թիմ են էլի, ոնց որ ասած, մեկ խումբ են, մեկ Աստծո, ոնց որ ասած, բանակ են։ Բայց մենք տեսնում ենք իրականության մեջ այտենց չի։ Եվ տեսնում ենք թեկուզ երկուսն էլ խոսում են Աստծո անունով, Աստծուց որպես եղած գործողներ, բայց իրականությունը այդպես չէ, որ երկուսն էլ Աստծուց էին, այլ տեսնում ենք, որ սենց ասեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսն էր ասում, նա որ Աստծուց է ինձ ինչ անում, լսում է եւ գալիս է ինձ։ Այսինքն այստեղ արդեն հարցը սա է դառնում, թե Քրիստոսի հետ ոնց են վարվում։ Եթե Աստծուց են, ապա Քրիստոսի հետ վարվողները Քրիստոսին կլսեն։ Նրանք են Աստծուց, որ Քրիստոսի հետ կվարվեն Աստծո ուզած ձևով, իսկ Աստված իր որդուն ուղարկել է, որ աշխարհը ընդունի նրան, խոնարհվի, հնազանդվի, մեծին ուղարկե, բարձրին ուղարկե, փրկչին, թագավորին, Մեսիային։ Եվ տեսնում ենք, բայց այս խումբը, ասենք քահանա փարիսեցի դպիրներ, միշտ հակառակության մեջ են Տիրոջ հետ, եւ հենց
սովորական հակառակություն չէր, այլ հոգևոր բաների հետ կապված հակառակություն էր։ Հենց ես ուզում եմ Մատթեոս 12-րդ գլուխը ուղղակի նայենք դեպքից դեպք, որտեղ այստեղ է խոսում Տերը այդ խոսքը, որ ով մեր հետ չի, մեզ հակառակը։ Հենց 12-րդ գլխի առաջի խոսքից նայում ենք, խոսում է նրա մասին, որ Հիսուսը շաբաթ օրով իր աշակերտների հետ անց էր կենում արտերի միջով, իր աշակերտները սովեցին, սկսեցին հասկը պոկել, ուտել։ Փարիսեցիները տեսան, այսինքն այս տպավորությունը, որ մենակ աշակերտները չէին, էլի, Հիսուսի հետ, փարիսեցիներն էլ էին։ Անգամ գուցե այս տպավորություն կլինի, որ դե սա իրար հետ են, էլի։ Կարծես թե սրանք էլ դե Տիրոջ հետ են, Տիրոջը ընդունել են, Տիրոջը ընդունում են, որ Տիրոջ հետ են։ Շատ տեղերում ենք տեսնում, որ Տեր Հիսուս Քրիստոսը որևէ մի բան անում էր, գործում էր ինչ-որ տեղում, նայում ես այդ տեղում խոսում է նաև Սուրբ Գիրքը, ինքը մենակ իր աշակերտների հետ չէ։ Նաև կային փարիսեցիներ, դպիրներ, քահանաներից անգամ կային, այսինքն առաջի հայացքից կարող է թվա, թե հեսա իրար հետ են, բայց իրականության մեջ սրանց ներկայությունը անդադ Տիրոջը հետ կապված հակառակություններ էր ստեղծում։ Հենց այստեղ ասում է նրանք, երբ որ աշակերտները սկսեցին հասկը պոկել ուտել, փարիսեցիները տեսան ու ասեցին, ահա քո աշակերտները անում են ինչ-որ արժան չէ շաբաթ օրը։ Այսինքն մեղադրանք Տիրոջը իր աշակերտներն էին անողները, բայց քո աշակերտներն են, այս ինչ են անում, որ շաբաթ օրվա համար իբր թե պահանջվածին հակառակը կամ օրենքին հակառակը։ Եվ Տերս իհարկե այստեղ խոսեց, ներկայացրեց, որ թե ինչու է դա հակառակ չի, այլ ոնց որ ասած արժանի մի բան են անում եւ ոչ մի հակառակ բան չկա։ Հենց թեկուզ այն բանը փաստը բերեց ներկայացից, ասեք չեք կարդացել օրենքում, որ քահանաները շաբաթ օրը տաճարի մեջ շաբաթը պղծում են եւ անմեղ են։ Գիտեք, չէ՞ շաբաթ օրը քահանաները շաբաթը ոնց էին պղծում տաճարի մեջ։ Թե չգիտեք։ Հա, գողություն էին անում։ Կարող է, ասենք, եսի ինչեր էին անում, ասենց ասած։ Շաբաթ օրվա պղծել ես, այդ օրը հանգստի համար էր։ Եթե մեկը չէր հանգստանում, չէ, այդ օրը նորից աշխատում էր, դառնում էր, որ շաբաթ օրը չպահեց։ Պղծել դա է։ Եվ գիտեք, շաբաթ օրը զոհեր էին մատուցում։ Քահանաների գործը ոչ հողներ, ոչ եսի ինչ-որ մի այլ շինարարություններ, այլ իրանց գործը ինչն էր, այդ զոհերը մատուցել, Աստվածը չէր ասել շաբաթ օրը զոհ չմատուցվի, այդ օրը պետք է քահանան հանգստանա, շաբաթ պահի, այլ շաբաթ օրը սովորական մնացած օրերի նման իրանց զոհը անում էին, այսինքն իրանց գործը անում էին եւ պղծում էին շաբաթը, այո, չեն պահում շաբաթը։ Բայց ասում է ինչի համար, էդի չէր համարում նրանց մեղք շաբաթի տաճարի պատճառով, որ դա տաճարի համար էր, տաճարի հետ էր կապված, ասում է, բայց այստեղ ասում եմ ձեզ, տաճարիսն էլ ինչ մեծն է այստեղ։ Այսինքն եթե տաճարի համար այդ արված գործը համարվում էր բան, տաճարի պատճառով էդի պղծություն չէր համարվում, ապա Քրիստոսը, որ այդտեղ էր ներկա էր, խոսքը իր մասին էր, որ տաճարից մեծն է ինքը, այո, տաճարի տերն է, տաճարից մեծն է, ասում է, դրանից ավելի մեծը կա։ Եվ իր աշակերտների հետ կապված այդ բանը, ասենք, էլի բան իհարկե խոսեց, այնտեղ եւ Տերը բան ասեց գնացեք, ուզում ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։ Ասում է, եթե դուք դա իմանայիք, բաներին, անմեղներին չէիք դատապարտի։ Տեսնում ենք, իրանք անմիջապես, տեսեք, հետաքրքիր է, շատ բաներ էր Տեր Հիսուս Քրիստոսը անում, իրանք էլ ներկա էին, բայց այդ շատ բաները անելը հեչ ոնց որ ասած չի իրանց վրա ազդում այս դրական ուղղությամբ, որ տեսանք այս բան արեց, այս խոսեց, ապա ցույց է էլի սրանք հաստատում է, որ ինքը իրոք Մեսիան է։ Չէ, երբեք ոնց որ ասած այդ նշանների, արածների վրա, ասենք ասած հիմք չեն վերցնի ու բանը, ասենք իրենց միտքը փոխեն, ասենք Քրիստոսը իրոք Հիսուսը իրոք Քրիստոսն է։ Բայց հենց մի հատ մի բան, որ կարող է հանկարծ ասենց ասած պատճառ դառնա, որ կարողանան դրանով կպնել Տիրոջը, վարկաբեկել
ուզել ասել, որ դու ոնց է որ Քրիստոսն ես Մեսիան ես, եթե այս հարցում ես սխալ, այն հարցում ես սխալ, հենց մի հատ ինչ որ առիթը իրանք զգում էին, որ կա, ստեղից կարելի է կպնել, այս պահը բռնել, օգտագործել, վրազանում էին։ Իսկն տեսնես հակառակության մեջ էին էլի իրանք։ Հենց չէ որ մի հատ sense բան տեսան ու ասեցին, լիքը լավ բան եք տեսել, ճիշտ բան եք տեսել, իրավացի բաներ եք տեսել, նշան եք տեսել, որ հենց Մեսիայի համար է գրված, որ նրա ձեռով պիտի լինի այդ բաները։ Բախի էդի չեք բանում։ Իսկն հակառակություն։ Տեսնում ենք հակառակություն Տիրոջ դեմ։ Հետո շարունակության մեջ նորից շաբաթ օրվա հետ կապված բանանում ժողովարան է մտնում, չորացած արդեն դա 9-րդ խոսքից է ներկայացված։ Մինչև 14-րդ խոսք, որ ժողովարան մտավ, ձեռքը չորացած մարդ կար ու ասեց արժան է շաբաթ օրով բժշկություն անել, ասում է իրանք էլ ոնց որ կանգնած էին, որ հանկարծ դզբանանի, որ իրանից ինչ անեն, չարախոսեն։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը իմանալով, որ նրանք այդ բանը կարան, դրա այդ պատրաստության մեջ են։ Այսինքն էլի երևում է, այս խումբը Հիսուսին հակառակ խումբ էր, թեկուզ ներկայանում են որպես նույն ասում պաշտող ու ծառայող, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսը։ Նրանք պատրաստ են չարախոսելու Քրիստոսից, այդ են նայում, տենան կանի թե չէ։ Տերն էլ դրեց ու արեց իրանց հակառակ, իրանց սա բանանելով, հանդիմանելով, նաև ցույց տալով նրանց կեղծավոր լինելը եւ ասենք նորից այդ փարիսեցիները ասում է չարախոսեցին, բայց փարիսեցիները դուրս գնացին նրա դեմ խորհուրդ արին, թե ինչպես կորցնեն նրան։ Այսինքն նորից ավելի խորացած երևում իրանց հակառակությունը այն աշխան, որ իրանք պատրաստ են Հիսուսին կորցնելու, սպանելու այսինքն։ Հետո գալիս է 15-րդ խոսքից արդեն 12-ի ներկայացնում է արդեն Տիրոջ մասին, որ նա շատերին է բժշկում, որ նրա ետևից գնացին, որ նշան էր Եսայի մարգարի ձեռով ասվածին, այսինքն ներկայացնում է, որ էսի իրոք նա Աստծո ծառան է, այն խոստացված Մեսիան է, հատուկ ծառան է, ոչ թե ուղղակի ծառաներից մեկը, այլ սա հատուկն է, որի համար Սուրբ Գիրքը ներկայացված, ասում է հեռացավ այդտեղից, այդ ժողովարանի ժողովուրդները գնացին նրա հետևից, նա ամենին բժշկեց, ասում է։ Սաստեց, ասես չասեք ոչ մեկին, հայտնի չանեք, որ կատարվի Եսայի մարգարի ձեռով ասված, որ ասում էր, ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, իմ սիրելին, որի մանձս հավանել է, իմ հոգին նրա վրա կդնեմ, եւ նա հեթանոսներին իրավուն կպատնի, եւ նա ոչ կհակառակվի, ոչ կաղաղակե, ոչ էլ հրապարակների մեջ մեկը նրա ձայնը կլսե, ջախջախված եղեգը չի փշրիր, հանգչող պատրույկը չի հանգցնի, մինչև որ պատատաստանը հաղթության հանա եւ հեթանոսները հույս կդնեն նրա անունին։ Ներկայացում է Մատթեոսը Եսայի մարգարեությունը այդ կոնկրետ գործի հետ արդեն որպես ապացույց, որ կատարվում է գրվածքը, որ սա ահա այն ծառան է, որ Աստված ուղարկել է։ Նա հաստատ Աստծո ծառա է եւ ոչ թե մի ուղղակի Աստծո ծառա, այլ Աստծո փրկիչը, Մեսիան։ Հետո ներկայացնում է այն ժամանակ 22-ից եմ կարդում, մի կույր ու համր դիվահար բերվեցավ նրա մոտ եւ նա նրան բժշկեց այնպես, որ կույրը եւ համրը խոսեցել տեսավել։ Եվ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում են. «Միթե սա է Դավթի որդին»։ Բայց փարիսեցիները լսելով ասեցին. «Դա դևերը ուրիշ բանով չի անում, բայց միայն դևերի իշխան Բեղզեբուղի ձեռով է»։ Ուրեմն բերեցին մեկին, որ կույր ու համր էր, եւ Տերը բժշկեց նրան, եւ ստեղ որ դևերի հետ է կապված, որ խոսեցին, որտեղ ասում մի կույր եւ համր դիվահար բերեցին, այսինքն ինքը դիվահար էր, իր դիվահարության կուրությունն ու համրությունը իր ոնց որ դևի հետ էր կապված, դա ֆիզիկական կուրություն ու համրության հետևանք չէր, որ ֆիզիկական, ասենք, այս օրգանները ուղղակի խնդիր ունեն եւ չէր կարող տեսնել ու լսել, այլ դևը ոնց որ ասած այդ օրգանների վրա իր ոնց որ իր ներկայությունով այնպես էր բան արել, որ մարդը ոչ կարող էր տեսնել, կապված էր ոնց որ աշկերն ու բերանը։ Եվ Տերը հանեց դևին եւ արդեն այդ մարդը համ խոսեց, համ տեսավ, ասում է։
եւ անմիջապես ժողովուրդը հիշեց ոնց որ ասած Տիրոջ խոսքերը, Տիրոջ նշանը, Տեր Հիսուս Քրիստոս Մեսիայի նշաններից մեկն էլ սա է, լավ իմացեք, որտեվ երբ որ Տեր Հիսուսը խոսեց, ասեց, եթե ես ստեղ այարքի ասում, եթե ես Աստծո մատով եմ հանում, ուրեմն ինչ է Աստծո արքայությունը եկել ձեր վրա հասել է։ Եթե ուշադրություն եք դարձրել, երբ հին ուխտի Աստծո մարդիկ, մարգարե մարդիկ եւ այլը, նրանց միջոցով էլ մեծամեծ զորություններ դաշներ լինում էին, բայց ոչ միտեղ չես կարդա, որ որևէ մի մարգարե Աստծո մարդ, օրինակ, որևէ մեկին դևից ազատեց։ Հին ուխտում դες բան չես կարդա։ Այսինքն նոր բան Քրիստոսի գալուստի, Քրիստոսի գործունեությունը, որ գործողը Քրիստոսն է, խոստացված փրկիչը, Մեսիան է, հենց այն որ դարերով մարգարեները խոսել են, որի մասին Աստված, ասենք, նախասահմանել է նրա գալը։ Դրա նշաններից մեկը էս էր, դևեր պիտի հելնեն։ Կապյալներին պիտի ազատություն լինի, գերիներին պիտի ազատություն լինի, դիվական գերությունից։ Եվ տեսան մարդիկ, որ գիտեին, հասկանում են, որ էսի դևը ու դևից ազատվեց, դևի ազդեցությունից է այս վիճակի մեջ եւ դևից ազատվեց, որտեղ նաեւ դիվահար էր, երևում էր կյանքում, դիվահարը երևում է, մենակ խոսելն ու չլսելը չէր։ Մարդիկ տեսնում են իր դիվահար լինելը։ Բայց դա ազդված էր նաև այդպիսի հետևանք թողնելով, որ չէր խոսում, չէր լսում։ Եվ երբ որ բժշկվեց, ասացին՝ մի սա չի Դավթի որդին։ Դավթի որդի, մենք գիտենք, հենց դա իրանք հասկանում են ինչ է։ Խոսում է այն, որ Դավթին խոստացվել էր։ Նա որ պիտի Դավթի աթոռի վրա նստի, ինչպես որ խոստացել էր, եւ նրա թագավորությունը պիտի հավիտյան լինի։ Հիշում եք Մարիամին տենց խոսքը ներկայացվեց, չէ՞, եւ նա իր հոր Դավիթ հոր աթոռի վրա պիտի նստի եւ նրա թագավորությունը վերջ չի լինելու։ Եթե Դավթի թագավորությունը վերջացավ, բայց ինքը թագավորելու է հավիտյան։ Եվ այստեղ, այսինքն նրանք բարձրացակ չասին, հասա է Մեսիան, Քրիստոսը, այդ ձևով ասեցին, բայց դա նույնն էր։ Այսինքն ժողովուրդը անմիջապես ուզեց, ոնց ասած, ընդունել, հավատալ նրան այնպես ինչպես որ կա, որովհետև շատերը տարբեր կերպով էին ընդունում, չէ՞, Հիսուսը Մատթեոս 16-ում հարցնում է, իմ մասին ինչ են ասում ժողովուրդը, եւ ասում են մարգարե է, Աստծո մարդը։ Và դուք ինչ եք ասում, չէ, դու Աստծո որդին ես, կենթանի Աստծո որդին ես, ինչ Քրիստոսը։ Այս է ճիշտը։ Եվ ժողովուրդը ճիշտը տեսավ, ընդունեց, ուզում էր ընդունել, անմիջապես տեսնում եք, սրանք թշնամի հակառակվողներ էին։ Թեկուզ ներկայացված են որպես Աստծո, նորից եմ ասում, Աստծո համար աշխատող մարդիկ, փարիսեցի, քահանա, դպիր, բայց Աստծուն հակառակ, Քրիստոսին հակառակ լինելով Աստծուն հակառակ են։ Անմիջապես հակառակվեցին, այսինքն տենեք հոգևոր պատերազմ է այդում։ Եթե սրանք իրար հետ են, ապա ինչու պիտի իրար դեմ պատերազմեն։ Եթե իրար հելել են Տեր Հիսուս Քրիստոսի դեմ, նշանակում է նրանք Քրիստոսի կողմից չեն։ Նրանք Քրիստոսին հակառակ են։ Կողքինները գուցե կմտածել են, նորից եմ ասում, են էլ Աստծուց խոսում, են էլ Աստծուց խոսում, երկուսն էլ Աստծու հետ են, պրոստը որոշ հարցերի մեջ իրար չեն հասկանում կամ իրար չի բռնում, բայց իրականության մեջ չէ, տես չէ, իրար կողմից չեն ուղղակի ինչ որ հարցերում անհամաձայնություն ունեն, չէ, այլ իրար հակառակ են։ Եվ պարզ երևում աստեղ հոգևոր պատերազմ, հենց ուզում էին ժողովուրդը Տիրոջը ընդունել, անմիջապես պիտի խոսեին, հակառակվեին, չարախոսեին, բամփասեին, մի բան անեին, որ դրա դեմ առնեն, որ ժողովուրդը Քրիստոսին չհետևեր, չընդուներ։ Բայց փարիսեցիները լսելով ասեցին. դա դևը ուրիշ բանով չի անում, բայց միայն դևերի իշխան Բեղզեբուղի ձեռով։ Այսինքն Տիրոջը, որ Աստծո հոգով էր այդ ամեն ինչը անում, որպես հոգևոր կողմանից նա ներկայացրեցին որպես սատանայի ծառա։ Ինքը որ Աստծո ծառա էր, ներկայացրեցին սատանայի ծառա։ Սատանայի զորությունով, առաջնորդությունով, դևերի իշխան Բեղզեբուղով։ Եվ Հիսուսը նրանց խորհուրդ իմանալով ասեց նրանց. այսինքն սա որ խոսում էին, Հիսուսի առջև չեն խոսում։ Բացարձակ sense որ Տերը Տիրոջ առջև խոսեցին, նրանց խորհուրդը ինչ իմանալով, այսինքն ժողովրդի մեջ այդ չարախոսությունն էին անում։ Ծածուկ չարախոսում են, որ ժողովուրդը չգնա դեպի Տերը։
Եվ ասում է Տերը այսպիսի բան ասում է, իմանալով ասեց. ամեն թագավորություն, որ իր դեմ բաժանված է, կավիրվի, եւ ամեն քաղաք կամ տուն, որ իր դեմ բաժանված է, չի մնա։ Եվ թե որ սատանան սատանային հանում է, իր դեմ բաժանվեցավ, էլ ինչպես նրա թագավորությունը կկենա։ Եվ եթե ես Բեղձեբողով եմ հանում դևերը, ձեր որդիկ ինչով են հանում, սրա համար նրանք կլինեն ձեր դատավորները։ Նախ ներկայացրեց, որ տես չի, եթե ոնց որ ասած չարը մի գործ է արել, որ մարդու վրա իշխանությունն է դրանով կարողացել ձեռք բերել, դիվահարցնել, այդ մեծ իշխանությունն է, ոնց որ ինքը ստացել, ապա մեկ ուրիշ է, որ եթե չարով է այդ գործը անում, ուրեմն դուրս եկա, որ չարի իր մեջ բաժանված է, ինքը ոնց որ ասած իր գործը իր միջից են քանդում, ոչ թե հակառակը։ Եվ ասում է, եթե այդպես բաժանում կա, ապա անպայման դրա վերջը եկել է, կամ նույնը թագավորության քաղաքի տան համար, եթե իր մեջ բաժանում կա, ավերում է, մսավերվելու է։ Էսի ուշադրություն դարձրեք, նաև այս խորհուրդը գործում է աշխարհի մեջ էլ։ Պատահական չի, որ դնում բաժանումներ են, չէ՞ ստեղծում։ Հայաստանի մեջ ընդհանրապես տարբեր ձևի, տարբեր բաներով բաժանում են ստեղծում, նպատակը էսա, վերջը, որ ավիրվի այդ քաղաքը, տունը, ինչա, պետությունա, այդպես է։ Այս ստրատեգիան գործում է, նաև տենց չարի ծառաները իմանալով այդ բաժանում են, որպեսզի ասում է բաժանիր, որ ինչ անես, տիրես, այսինքն որ բաժանում ես, իրանք ուժ չեն ունենում, միասնաբար կենան, արդեն ընկնում են այդ բաժանողի իշխանության տակ։ Եվ ասում է քանդվի։ Եվ այստեղ նաև հանդիմանեց, եթե ես Բեղձեբողով եմ անում, ձեր որդիկը ինչով են անում, այսինքն ձեր որդիկները ձեզ դատելու են, եթե դուք ասում եք, ապա ձեր որդիկները ձեզ հանդիմանելու են ու դատելու են դրա համար, որ Աստծո հոգով անողին, ասենք, հայոյում եք։ Բայց եթե ես Աստծո հոգով եմ անում դևերը, ուրեմն Աստծո արքայությունը ձեր վրա հասել է։ Կամ չգիտեք, մեկը կարող է, այսինքն նայեք, էսի նշան է, եթե ես Աստծո հոգով եմ հանում դևերը, ուրեմն Աստծո արքայությունը ձեր վրա եկել, ինչ արել, հասել է։ Այսինքն ուզում է ցույց տա, որ էսի նշանը, որ Աստծո արքայությունը եկե հասել է։ Իսկ Աստծո արքայություն բերողը Քրիստոսը պետք է լիներ։ Կամ ասում են ինչպես մեկը կարող է զորավոր մարդի տունը մտնել եւ նրա կարասները հափշտակել, եթե առաջ չկապի այն զորավորին եւ հետո նրա տունը կհափշտակի։ Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է, ով որ ինձ հետ չի ժողվում, ցրում է։ Ուրեմն տեսեք, Տերը հստակ ներկայացրեց, հետո լավ, կուզեք շարունակությունն էլ ես ձեզ համար կարդամ։ Ասում եմ, սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայություն կթողնի մարդկանց, բայց հոգի դեմ հայոյանքը չի թողնվի մարդկանց, եւ ով որ մարդի որդու դեմ բան ասեք թողնվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգի դեմ ասեն, նրան չի թողնվի, ոչ այս աշխարհում, ոչ գալու աշխարհում։ Կամ ծառը բարի արեք եւ նա պտուղը բարի, կամ ծառը չար արեք եւ նա պտուղը չար, որովհետեւ ծառը պտուղից կճանաչվի։ Իժերի զավակն է, դու ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք, որովհետեւ սրտի ավելացածից խոսի բերանը։ Բարի մարդ իր սրտի բարի գանձերիցը բարիքներ կհանե, չար մարդ իր չար գանձերիցը չար բաներ կհանե։ Բայց ասում եմ ձեզ, ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը համար պիտի տան, հաշիվ, այսինքն, որովհետև քո խոսքերիցը կարդանաս, քո խոսքերիցը կդատապարտվես։ Ուրեմն Տերը խոսեց, որ այսի Սուրբ Հոգու դեմ հայությունը եւ վերջացավ, այսպիսիների համար չի ներվի ոչ այս աշխարհում, ոչ էլ գալիքում։ Այդպես ասում եւ սրանց համար ոնց որ ասած դատաստանն ու կորուստն է սպասում։ Եվ ներկայացնում է, որ դուք չեք էլ կարա ուրիշ ձև խոսակ, որովհետև դուք ասում եք ինչպես կարող եք բան խոսակ, բարի խոսակ, եթե չար եք, որտեղ սրտի ավելացածից է խոսում։ Իսկ ինչ կա, եթե խոսակ։ Բայց հենց այստեղ է, էլի, որ Տերը հստակ ոնց որ ներկայացրեց, որ ով որ ինձ հետ չի, ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չի ժողվում, ցրում է։ Այո։ Այսինքն ցույց տվեց բոլորի աչքի առաջին, ովքեր են այս խոսող մարդիկ, փարիսեցիները, որտեղ կային դպիր, քահանաներ եւ այլն։ Խոսեց, որ սրանք ինձ հետ չեն, ուրեմն ինչ են, ինձ հակառակ են, վերջ։ Եվ ինձ հետ չեն ժողվում, ցրում են։ Հստակ Տերը սահմանը դրեց, ով որ իմ հետ չի, ինձ հակառակ է։ Եթե մեկը Տիրոջ հետ չի, Տիրոջը չի լսում, Տիրոջը չի նազանդում, նա Տիրոջը հակառակ է։ Ինչքան էլ կներկայանա որպես Աստծո մարդ, Աստծո ծառա, այսպես է։ Հիմա
Էդի այդ ժամանակ։ Հիմա ես ուզում եմ ուշադրություն դարձնեք մեր ժամանակների վրա, ժողովուրդ ջան, որտեվ կարծես թե նույնատիպ իրավիճակ է։ Շատերն են խոսում Աստծո անունով։ Շատերն են հանդես գալիս որպես Աստծո մարդ, Աստծո ծառա, Աստծո ժողովուրդ, Աստծո խումբ, այսպես են ներկայանում։ Հիմա սենց ասեմ, եթե Տերը ժամանակին ամեն ինչ անում էր, որպեսզի իրոք ապացուցվեր, հաստատվեր, որ ինքը Աստծոց է եւ Աստծո ծառա է։ Եվ կար խումբ, հենց այդ գլխավոր, ասենց ասած, հոգևոր կոչվածների խումբը, որ ոչ մի բան իրանց չէր փոխում, իրանք հակառակվում էին, չէ՞։ Ապա սա ցույց է տալիս, որ նրանք Քրիստոսին հակառակ մարդիկ են եւ արդարացի է, որպեսզի Աստված նրանց դատի։ Հիմա գանք մեր ժամանակների վրա։ Տերը ողորմություն է արել, բացահայտումներ է արել եկեղեցու համար, եկեղեցու ծառաների համար, հատկապես մեր Միլազետ աղբոր հետ կապված, որ իր ձեռքով շատ հիմնարար, ասենց ասած, գործեր է, հիմքեր է դրվել եկեղեցու մեջ, ճշմարտություններ, վարդապետություններ, ճանաչողություններ, գործեր, զորություններ, հրաշքներ, նշաններ, արդարություն, սրբություն իր կյանքի եւ այլը։ Եվ եկեղեցու համար էլ Տերը հստակ վկայություն է տվել այդ ամեն ինչով, նաեւ հայտնությունները վրա չէ տվել, որ իմ ծառան է, ես նրան սիրեցի եւ այն վարդապետությունները, որ եկեղեցում դրված են, կարգ ու կանոնները դրվածները սիրեցի, այսինքն իմն են, ինձ հաճելի է, ինձ ընդունելի է։ Տեսնում ենք, բայց ասենք մարդիկ, խմբեր, որոնք հենց նույն ոնց որ Քրիստոսին նկատմամբ sense տրամադրված ու հատուկ գործում են, որպեսզի խոսեն, վարկաբեկեն, անարգեն, անպատվեն, որպեսզի հանկարծ Տիրոջը մոտ մարդ չգնա, ինչքան կարան այդ մարդկանց գայթակղեն հեռացնեն, տեսնում ես, ժամանակի մեջ է, բայց իրանք կոչվում են հոգևորներ, նոր ասեցի, չէ՞, քահանա, դպիր, քարսեցի, տենց էին, համարումը տենց էր, ժողովրդի մեջ։ Տեսնում եք, հիմա էլ կան այո, տենց խմբեր, մարդիկ, որոնք հենց նույն ձևի, ոնց որ այդ ժամանակվա փարիսեցի քահանաներ, նույն ձևի նրանք են մեր նկատմամբ։ Եվ հիմնականում այդպիսիների ոնց որ ասած աշխատանքի համար իրանց պետք է որպեսի իրանք ճանաչվեն, ընդունվեն որպես հոգևորներ, որպես իրանք էլ Աստծո մարդիկ, իրանք էլ Աստծո գործանողներ, Աստծո խումբ, Աստծուն ծառայողներ, Աստծո ծառաներ, բայց մենք պիտի միամիտ չգտնվենք։ Նույն խոսքը որ Տերը ժամանակ ասեց ու սահմանը դրեց, հստակ սահմանը դրեց, որ կողքից էլ ոնց որ ասած ոչ մի բան չէր կարա խաբել մարդկանց, եթե տեսնային։ Ով որ Տիրոջ հետ չի, նա ինչա, Տիրոջը հակառակ է։ Հենց մեր համար է Տերը դրանով հենց վկայություն տալիս, որ ով որ եթե մեր հետ չեն, ուրեմն մեզ հակառակ են։ Մանավանդ որ տենում ենք մեր հետ չլինողը, հարցը սա չի, որ մենակ ասած ֆիզիկապես ներկա գտնվել, չէ։ Միաբան, մեկ միտքի, մեկ խորհրդի, մեկացած Տիրոջը ծառայելու մեջ։ Տեսնում ես, չէ, քո ասած ասած գործում է գործ եկեղեցու դեմ, եկեղեցու ծառան, որ քանդվի, վարկաբեկվի, անպատվի, անարգվի եկեղեցու գործերը, ծառայություններն ու ծառաները։ Նույն փարիսեցիների բանը, ոնց ասած գործն են անում Հիսուսի նկատմամբ, ոնց որ հիմա անում են այդ շատերը։ Այդպիսիները մեզ հակառակ են։ Այսինքն դրանք ոչ թե պետքա որպես ընդունել Տիրոջ, ոնց որ ասած խումբ, Տիրոջ խմբից եւ մտածել կարելի է համագործակցել, որտեղ նրանք էլ են Տիրոջը, չէ։ Նրանք հակառակ են, նշանակում է նրանք պայքարի մեջ են մեր դեմ։ Հստակ մեկ էսի պիտի տարանջատենք։ Եթե չէ, եթե դեռ մտածում ենք դե սենց, դե նենց, որտեվ այս վերջես էլ խոսում են դրանցից
մեր ժողովրդի հետ մենք ձերոնցից ենք, ձեզ հետ ենք, ճիշտ է, ձեր հետ չենք, եկեղեցու չենք, բայց մենք ձեզ շատ ենք սիրում, մենք էլ Աստծո մարդ ենք, մենք էլ սենց, մենք էլ նենց, բայց իրանց համար ճանապարհ են բացում, որ ընդունվեն եւ իրանց չարությունը անեն։ Կամ տեսնում ես մարդիկ, շատ մարդիկ հանգիստ կհամագործակցեն այդպիսիների հետ տարբեր հարցերում։ Դրանց անգամ են, ասած ասած, այն որ ասում է բարև էլ մի տվեք, չէ, այդ բարևն էլ թույնավոր է։ Մենք, այսինքն այսպիսի մարդիկ չեն հասկանում, որ այսպես ասեմ, դրանք հակառակ են մեզ, մեր հետ չեն ու մեզ հակառակ են։ Մտածում են խումբ է իրանց համար, դե իրանք մենք ստեղ, դրանք ընդեղ, մենք սենց, դրանք այնց, բայց նույն տիրոջն են, այսինքն այս ձևի խաբված վիճակ ունեն, բայց սա պարտության նշան է, սրանք կարան այս մարդիկ կործանվեն այդ մտքով, այդ գաղափարով։ Մարդիկ կան տրամադրված են այդպես, մարդիկ էլ կան, գիտես ինչ է, որ այդ հակառակ լինելն եմ ուզում ուշադիր լինեք, ով մեր կողմը չի, մեզ հակառակ, այսինքն հակառակորդից է, թշնամուց է։ Այսինքն, երբ որ թշնամի է, հակառակը, մենք իրանց հետ համագործակցելու ոչ մի բան չունենք, մենք իրանց հետ մենակ պատերազմ ունենք։ Մենք իրանց դեմ պատերազմ ունենք։ Եթե այդ պատերազմը չունենանք, պարտվելու ենք, որտեղ նրանք պատերազմում են։ Եթե Տերը դրանց դեմը չառներ, այս փարիսեցի քահանաների դեմը չառներ, շատ բաներ նրան կարային վնասներ տային։ Բայց Տերը խոսում էր, անընդհատ քանի անգամ տեղ կասում, վայ ձեզ, ու ներկայացնում էր, որ էս եք դուք, ձեր վիճակը էս է։ Եվ ասում էր, զգուշ կացեք փարիսեցիների եւ սադուկեցիների ինչից, խմորից, որ դուք դրանով չշաղախվեք, չվարակվեք, չօժարվեք նրանց հետ։ Մարդիկ էլ կան չեն բանանում, ասենց ասած, հետները համագործակցում կամ կա տալիս առնում հաղորդակցում, բայց պասիվ այն հարցում, որ չեն տեսնում, որ հակառակորդը ու պատերազմը այդում, որ իրանք պատերազմ են, պատերազմի մեջ չեն։ Մանավանդ այդ, ասենց ասած, բանը, այդ ինտերնետային տարածքում լավ է այդ երևում։ Մեկ էլ նայում ես ինչ-որ մի բան, օրինակ մեր ժողովրդից դրանց հետ կապված ինչ-որ մի բան են արել, որ հենց երևում ընդունում են դրանց։ Լավ, էդի արել է, սխալ է արել, չարություն է արել, որ դրանց ընդունում է, դրանց հետ հաղորդակցում է, տալիս առնում է, դրանցից օգտվում է եւ այլ կամ Բայց դու ես օրինակի համար ով մարդ այդ բաները տենում ու անտարբեր գտնվում կամ այդ բաներին հակառակ ինչ որտեղ հավանում կա չէ այդ բանում Facebook-ում բան այդ հավանելու ինքան հարցերը եղել որ նայել ես ինչ որ մեկը մեր ժողովրդից մի բան է անում որը առիթ է ստեղծում որպեսզի օրինակի համար այն over մեզ թեմա մեր կողմը չի մեզ հակառակ այդ հակառակվողները հակառակվող չերևան կարծես թե մեր բարեկամներն են մեր նրանց հետ կարելի է նրանցն էլ նայել նրանց էլ հաղորդակցվել նրանց հետ շփվել նրանցն էլ ընդունել այդ արածը այդ է ցույց տալիս մեր ժողովրդից են արել մեկ էլ նայում ես մարդիկ կան ունակ հավանության նշան են տվել մարդիկ էլ կան հակառակ բարկանում են կապվում են այդ մարդու հետ ջղայնանում են դու ես ինչ ես անում քո արածը դավաճանություն է չարություն է այսինքն մարդիկ կան ճիշտ դիրքի մեջ են ով մեր կողմը չի մեզ հակառակ է եւ այդ հակառակությունը է նշանակում ես պայքար ունեմ նրանց հետ եթե մեկը հակառակ է քեզ ինքը հակառակ է ինքը պայքարում է ինքը պատերազմ է դու անես չանես ինքը անում է ուրեմն դու պիտի պայքարես որ կարողանաս կանգնած մնաս հաստատուն մնաս չպարտվես չպայքարեցիր կողք քաշվեցիր пассив եղար կպարտվես եւ դա Տիրոջը անհաճելի է եւ հաղթողների համար անգամ Տեր Հիսուս Քրիստոսը վերջին մեծ պատերազմը որ ներկայացնում է որ Գազանի դեմ Գազանի համակարգի դեմ պայքար եղավ հիշեցնեմ ես ձեզ որտեղ ասում հայտնության 17-րդ գլխում ասում 12-ից 14 խոսքը եւ ասում 10 թագավորներ որ տեսար 10 եղջյուր են 10 թագավորներ որտեղ թագավորություն չեն առել այդ թագավորի պես իշխանություն են անելու 1 ժամ այն Գազանի հետ սրանք մեկ կամք ունեն եւ իրենց զորությունը իշխանությունը կտան Գազանին
Եվ սրանք պատերազմ կանեն գառի հետ եւ գառը կհաղթի նրանց։ Բայց տեսնում են գառը մենակ չի հաղթում։ Այսինքն գառի հաղթանակն է, բայց գառը մենակ չէր։ Ասում ով այդ հաղթանակի մեջ Քրիստոսի հետ միասին այդ հաղթության մեջ եղավ, ոնց որ ասած, այդ հաղթությունը իրականացրեց, գլուխը առաջնորդը Տերն էր, իր զորությունով, իր շնորհքով, ասում որովհետև Տերերի Տերն ու թագավորների թագավորը, եւ նրանք, որ նրա հետ են կոչված, ընտրված եւ հավատարիմներ։ Այսինքն խոսում է զոր կար Հիսուսի հետ։ Վերջը հաղթողը մենակ Հիսուսը չէր, Հիսուսի ժողովուրդն էր Հիսուսի հետ։ Հիսուսի զորությունով էր, Հիսուսի իշխանությունով էր, նա Տերերի Տերն ու թագավորների թագավորն էր, նա չէր պարտվի, բայց նա մենակ չէր, նրա հաղթությունը իր ժողովրդի համար էր, նրա հետ եղած ժողովրդի, բայց որ ժողովրդի, որ նրա հետ այդ պայքարի պատերազմի մեջ էին, ասում որ գառի դեմ պատերազմեցին, հետո ասում գառը հաղթեց, հետո ասում գառի դեմ գառը մենակ չհաղթեց, իր հետ ժողովուրդը էլ կար, չէ՞ որ հաղթեց, շարունակում նրանց պայքարը մենակ գառի դեմ չէր, գառի ժողովրդի դեմ էին։ Բայց ով հաղթեց, ով գառի հետ միասին ինչ էր անում, պատերազմ էր։ Այստեղ գիտեք շեշտադրումներից մեկը որն է, շատ բաներ կարանք ուշադրություն դարձնենք, շեշտ տնենք։ Շեշտադրումներից մեկը էսա, նրանք են հաղթելու այդ պատերազմից, ով պատերազմի մեջ է լինելու։ Ով գառի հետ միասին պատերազմի մեջ չի լինելու, գուցե ինքը նայում է, ինքը հավատացյալ է, բայց պայքար չունի, պատերազմ չունի։ Ինքը պարտվելու է։ Բայց նրանք ովքեր որ պատերազմելու են, վերջապես մեծ պատերազմ անելու, չար իր գործն անելու, Քրիստոս իր գործն անելու։ Չար անելու ամեն ինչ, որպեսզի հաղթի Քրիստոսին, այսինքն Քրիստոսի ժողովրդին, Քրիստոսի ծրագրերը խափանվի, Քրիստոս չթագավորի, Քրիստոսի ժողովուրդն էլ հակառակ դրանց դեմ գործում է, որպեսզի Քրիստոսի կամքն ու ծրագիր իրականանա, Քրիստոս թագավորի, Քրիստոսը իր ծրագիրը իրականացնի։ Ով այդ բանի մեջ է, պայքարի մեջ է, նա անպայման հաղթելու է։ Ով պատերազմ չունի, չի հաղթելու։ Պատերազմ չունենալու պատճառն էլ էսա, մեկը էսա, որ ես հիմա խոսում եմ։ Չի տենում ով է հակառակ իրան։ Ով մեր հետ չի, մեզ հակառակ է։ Դրանով Տերը նայեց ցույց տալեմ ում դեմ պետք է պայքարես։ Ով է քեզ հակառակ, ով քո դեմ պայքար ունի, ով քո դեմ պատերազմ ունի, որ դու ձեռները ծալած չնստես, որ դու նրանց համախոհ ու բարեկամ չտեսնես, որ դու пассив դիրքում չլնես, որ ինչ չի վերաբերվում, քո դեմ է պայքարը։ Չպայքարեցի պարտվելու ես։ Այն որ լայքում են այդպես բաներին, կամ էլ այն որ տենում են, որ ինչպես է այդ պայքարին պատերազմից չարը, ասենք ցանց գցե ու հենց այս եկեղեցուց ինչ որ մեկի վրա արդեն ոնց որ գործա կատարում ու կող քաշված пассив ոչ կզգուշացնի, ոչ կասի, ոչ կխոսա այդ անձին կամ ոչ տեղյակ կպայի, որ գուցե դրա դեմը առնվի, որտեվ եկեղեցու դեմ պայքարա, դες կող քաշված է, այնի պարտվելու է։ Քանիսներին մենք հանդիմանել ենք, ասում ենք, բա որ դու տեսար այդ բանը, խիչ ասեցիր։ Մարդկա ասում ենք, օրինակ, սենց բան ես անում, ասում հա, այս ինչն է ասել ձեզ, որովհետև ինքն է տեսել ինքը բան, ինձ դրա հետ։ Իրա բերանով ասում է, որ ինքը այո, այդ բանը արել է, բայց ասում է, այս ինչ մարդն է ասել ձեզ, որովհետև ինքը տեսել է։ Այդ ինչ մարդուն հարցնում ենք, ասում ենք, դու տեսել ես, խիչ ես ասել։ Չի ասել։ Դե թող տունը քանդի։ Բայց այդ քո եկեղեցու անդամն է, քո եկեղեցու դեմա, Տիրոջ դեմա, Տիրոջ ժողովրդի դեմա այդ պայքարը, դու դրա մեջ մասնակից չես, դու պարտվելու ես։ Ովը տենց է մտածում, թե կող քաշեմ, լավամարտվու, վատամարտ չլնեմ, ես ինչ պայքար ունեմ, կամ ես ինչ կարամ անեմ, տենց չի, ինքը պարտվելու է։ Հաղթում են նրանք, ովքեր պատերազմում են Քրիստոսի հետ միասին։ Քրիստոսի պատերազմների մեջ Քրիստոսի պատերազմը իրենց պատերազմն են համարում։ Այսինքն Քրիստոսի պատերազմն է։ Վստահաբար գիտենք, համոզված եմ ասում, Տիրոջ եկեղեցի է, նրանք ովքեր այս եկեղեցին ուզում են քանդեն, փչացնեն, վնաստան, անպատվեն, անարգեն, հայոյեն եկեղեցու ծառաներին, նրանց գործը դրվածները, իրենց բաներով, ստություններով չարախոսում, նրանք մեզ հակառակ են։ Առիթ էր եղել միտեղ բանը, այն հապշտակող գայլ նորիկը որ կա։ Մեր եղբայրներից մեկին բարև էր տվել, ինքը բարև չէր վերցրել։ Մոտեցել էր, ասել էր, կարող է ես քո թշնամին եմ, որ ինձ բարև չես տալիս։ Ասել էր, բա թշնամիս ես, բա ինչ ես։ Հոգևոր դաշտում թշնամի է։
Դու հոգևոր պատերազմի մեջ թշնամու կողմն ես, դու հակառակ ես, դու գայլ ես, գարչ ես, որ ես քեզ հետ կարողանամ համագործակցեմ, քո բարևն էլ չեմ վերցնի։ Հիմա ես եմ ուղղակի ասում, ոնց որ ասում, ով ինչ կանի, իրան կանի, Տերը իր եկեղեցին կպայի, անպայման կպայի։ Նրանք, ովքեր պայքարի պատերազմի մեջ են, իրանցն են տեսնում էտի, մասնակից են, ակտիվ են, ուշադիր են, զգաստ են, զգոն են, արթուն են, հսկում են, այսինքն պայքար պատերազմ են։ Տերը նրանց էլ ավելի մեծ շնորհ կարողություն զորություն է տալու, որ իրենց պատերազմը են ու հաղթեն, հաստատ կան։ Նրանք, ովքեր թույլ են, տկար են, այն առումով, որ կողք քաշված չեն ուզում, միտ չունեն, գլխացավանք չեն ուզում իրանց համար ստեղծեն, վատամարդ չեն ուզում դառնան, կամ էլ թե չէ ավելի վատ չեն տեսնում դրանց, որ իրանց հակառակորդներն են, գուցե տեսնում են ուղղակի այլ տեղից, այլ խմբում, այլ բանում, տեղում հավաքվող խումբ, դրանք կպարտվեն։ Տերը նրանք Տիրոջ կամքի պես չեն, եւ նրանք կպարտվեն։ Եվ հիշեցնեմ նորից այս մասին ես այն անգամ էլ հիշեցրեցի, երկու խումբ, որի հետ կապված Պողոսը խոսում է։ Կորինթացիների խումբը, Կորինթացիների 2-րդ նամակ 11-րդ գլխում, ասում է վախենում եմ ձեզ համար։ Ես իմ գործը արել եմ, ասում է։ Ձեզ ինչպես մի կույսի նշանել եմ Քրիստոսի հետ։ Բայց ես համար վախենում եմ Քրիստոսում ձեր ունեցած միամտությունից, այսինքն պայքարող տեսակ չեք, պայքարող չեք, կռվող չեք, աճած էլ սկի չեք, կարող էլ չեք, բայց նաև պայքարող չեք։ Կգան ասում հենց թշնամի հակառակող մարդիկ, եթե ուրիշ ավետարանա մեկը բերում, եթե ուրիշ Քրիստոսա քարոզում, ուրիշ հոգիա բերում, բնական է, եթե ուրիշ է, դա Քրիստոսին հակառակ է, չի կարա լինի։ Թշնամին կգան, թշնամի կգա ձեր մեջ սերմ կցանի, գործ կանի կընդունեք, ասում է։ Խի կընդունեք, որտեվ այդ ջատագովության մեջ չեք, այդ կռվի պայքարի մեջ չեք, որ ասես նախանձավոր, վառված, էփված, որ տենակ այդ ոնց ով է թշնամին, այդ ոնց բանոց, ինչ են ուզում ծռեն, ինչ են ուզում անեն, ես պատրաստ եմ իմ չափով, իմ կարողությունով դրա դեմը կանգնեմ։ Այդ վիճակի մեջ չէին։ Արդեն այդ երևում է։ Պողոս առաքյալը, եթե կարդացել եք Կորինթացիների երկու նամակները, որ գրել է, երկրորդ նամակում լրիվ կոպիտ ասած իր պաշտպանությունն է իրականացնում, որ դատարանի առաջ պաշտպանվի, այն որ իրան պաշտպանում է մարդը մեղադրվելուց։ Ինչի՞, որտեղ Կորինթացիները հենց 11-րդ գլխի շարունակությունը կարդում եք, ասում է, չէ, այդ ոմանց մասին ասում է, այդպիսիները չար սուտ մշակներ են, որ ասում է ինչպես սատանան կարա լուսո հրեշտակի կերպարանք առնի, այնպես էլ կարա սատանայի ծառաները դա առաքյալի կերպարանք առնեն, ասում է։ Սուտ առաքյալներ են։ Այսինքն սուտ առաքյալները եկել էին, գործել էին ու կասկածել գցել էին իրանց սրտում, որտեղ Պողոս առաքյալը ստիպված է հապացի, ես Աստծո մարդ եմ, ես Աստծո ծառա եմ, ես Աստծո առաքյալ եմ, իմ գործով թեկուզ ձեր մեջ, ասում է իմ ապացույցից դուք եք։ Այս ինչու է ասենց պաշտպանում, որտեղ եկել էին, արել էին, իրանք ընդունել էին։ Չպայքարող ժողովուրդ։ Պետք է նորից համոզի, նորից խոսա, որ իրանք Պողոսին ընդունեն։ Իսկ դա շատ կարևոր է, Պողոսին կլսեն, թե սուտ առաքյալին կլսեն, Աստծո իր ճշմարիտ առաքյալ։ Սուտ առաքյալ լսեցին, շուտով քարուքան դնելու, ավիրվելու են, եկեղեցի չի մնալու։ Արդեն սկիզբը դրա մեջ դրված է։ Պողոսը սկսում է պաշտպանել իրան, որ դրանց մերժեն, իրան ընդունեն, որ չքանդվեն։ Այսինքն տերևում է, էլի ընդունող ժողովուրդ էր։ Պայքար չուներ։ Էսա չպայքարողը ժողովուրդ ջան։ Եթե դու չես ճանաչում քո թշնամուն, շատ ենք ասում, մենք պետք է ճանաչենք մեր Աստծուն, պետք է ճանաչենք մեզ, մեր շրջապատը, մեր թշնամուն էլ մենք պետք է ճանաչենք։ Եթե դու չես ճանաչում ով է քո թշնամին, դու կպարտվես։ Արթուն հոգևոր մարդը, այն է կոչվում, որ միշտ ասես Տերը, արթուն կացեք, 100,000 տեղ ասես, չէ, արթուն կացեք։ Արթուն լինել շատմա զգաս, թափ, տեսնող, հասկացող, իրավիճակը զանազանող, քննող, քո թշնամուն էլ հասկացող ով է, տեսնող, քո բարեկամին էլ տեսնող, էսի արթուն մարդը։ Մի փոքր հատված արթուն մարդը, էլի բաներ կա, որ որակավորում արթուն մարդուն։ Եթե դու արթուն մարդ ես, քո թշնամուն կտեսնես։ Դեր ուզում եմ որ արթուն լինենք, այսինքն մեր թշնամուն տեսնենք, պայքար ունենանք։ Իսկ Ֆիլիպեցիների համար ես անցած անգամ կարդացի, բայց ուզում եմ էլի կարդամ, դրանով պիտի ավարտեմ իմ խոսքս։
Այս միջև է հիշեցնեմ, Պողոս առաքյալը ինչ էր ասում իր ընթացքի համար ասում էր, դա երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 7-րդ խոսքում ասում է, պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Եվ ինձ մնում է փրկության, չէ՞, փառքի պսակը, որ Տերը իրեն սիրողներին, որ հայտնությունը սիրում են, նրանց կտա, այսինքն պատերազմ ունենք մենք, մենք պետք է պահենք մեր ընթացքը, պատերազմով պիտի պահենք։ Առանց պատերազմի չենք պահի, այդ ընթացքը պատերազմի ընթացք է։ Եվ կարդամ ես հատվածը նորից, գուցե շատ բաներ անցածի հետ կապված կրկնվում է, բայց ես հարկ համարեցի, որ ձեզ հետ նորից խոսեմ սրա մասին, որտեղ ես տեսնում շատերը քնած են, թմրած են, խաբված են, մոլորված են, իրանց սրտում գալիս են այս եկեղեցի, լսում են, բայց իրանց սրտում այդպես էլ չեն տեսնում ոմանց թշնամի, որ իրականության մեջ նրանք թշնամի են։ Հոգևոր դաշտում նրանք թշնամիներ են։ Ով մեզ հետ չի, մեզ հակառակ է։ Չեն տեսնում։ Եվ Ֆիլիպպեսների համար Պողոսը գոհանում է իր աղոթներում ասում ամեն ժամանակ հիշում եմ եւ 6-ում ասում առաջի գլուխ 6-ում ասում է ես հաստատ համոզված եմ սրան։ Ինչու՞մ է համոզված։ Թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը կկատարի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Տեսեք, սրանց համար համոզված է։ Ոնց որ ասած Հիսուսը հասցնելու է ձեզ մինչև վերջ, սկսել է կհասցնի։ Այսինքն շեշտադրումը սա չի, որ դե Հիսուսը կարա ինչ որ սկսել է ավարտի։ Շեշտադրումը նաև է սա։ Դուք ընենց դիրք եք բռնել, որ Հիսուսը կհասցնի ձեզ դրան։ Նրանք էլ ընենց դիրք են բռնել Կորինթացները, որ կասկածում էր, վախենում եմ ասում ձեզ համար։ Շատ եմ վախենում, թե ինչ կլինի ձեր վերջը։ Սրանց համար չասեմ, թե ինչ կլինի։ Համոզված եմ։ Բայց ինչն է, ինքը բացատրում է, ինչն է այդ համոզմունքի հիմքը։ Ինչպես որ պետք է ինձ մտածել այս բանը, որ սենց եմ մտածում, տեսեք ինչի համար եմ մտածում։ Ձեր ամենի համար, որտեղ ձեզ իմ սրտի մեջ ունեմ իմ կապանքներումը եւ ավետանի ջատագողության ու հաստատության ժամանակ, որ դուք ամենքդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։ Այսինքն ավետանի ջատագողության շնորհքին ամենքդ ինձ հետ հաղորդ եղաք։ Ավետանի ջատագողություն գիտեք ինչ նշանակում։ Ավետանի համար վարված, կանգնող, եթե միտեղ ծռեն, պայք սխալ բաներ սովորեցնեն, ասեն եւ անեն, վարված։ Եվ այդ ջատագողությունը վերաբերում է Քրիստոսի համար ջատագողությունը շարքա Քրիստոսին պատկանող բաների համար վարված, նախանձավոր, շահագրգռված, կանգնող, պայքարող, պատերազմող։ Դու եսը դրանց եմ, այդ շնորհքը ունեմ, այդ շնորհքի մեջ ինձ հաղորդ եղաք։ Իմ հետ միասին արեցիք։ Ու շարունակությունից էլ է դա երևում, երբ որ նորից խորհուրդ է տալիս 27-ում առաջին խմբը, մի անտե Քրիստոսի ավետանի վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ, թե հեռու լինեմ, թե լսեմ ձեր մասին, որ հաստատեք մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմեք ավետանի հավատքի համար։ Տեսնում եք, ավետանի վայելող կերպով գնալու մեջ է սա նաև մտնում, որ մեկ հոգի, մեկ շունչ դառած իրար հետ պատերազմեք հավատքի համար եւ ասում է ոչ մի բանով մի զարեք հակառակորդներից, որ դա նրանց համար նշան է կորուստի եւ ձեզ համար փրկության։ Այսինքն հակառակորդ կան, դրանց դեմը պետք է պայքարեք։ Եվ այդ պայքարը ունեք, իմ հետ միասին պայքարում եք, դրա համար համոզված։ Այսինքն պայքարող մարդուն տրվելու է զորություն, շնորհք, իմաստություն, տեսողություն, կարողություն, որ ինքը իր պայքարը արդյունավետ ձևով տանի։ Չպարքայող մարդը տենց էլ կմնա իր կուրության մեջ, իր անխելքության մեջ եւ կկործանվի։ Որտեղ որ կարիք կա, կարիքի անպատասխան շնորհքը զորություն էլ կա։ Սրտով ուղիղներ կան, սրտով ուղիղներին զորացնել կա։ Տերը օրհնի մեզ, ով մեզ դեմ է, մեզ հակառակ է, ով մեր կողմից չի։ Ով մեր կողմը չի, ինքը մեզ հակառակ է, պետք է սա իմանանք հաստատ։ Եվ ոնց որ ասած կա կոնկրետ բան, ասենք ոնց որ ասած հոգևոր դաշտ, որի մասին մենք խոսում ենք, շարունակաբար խոսում ենք, չենք թողնում դուք տենց էլ չիմանաք, տենակ այդ ովքեր են, որ մեզ հակառակ են, որ դրանք մեր կողմը չեն ավելի ճիշտ, որ դրանք համարենք մեզ հակառակ եւ զգուշ լինենք եւ նաեւ պայքար ունենանք։ Խոսում ենք մենք։ Կարծում եմ, որ պիտի հասկացած լինենք։ Թող Աստված օրհնի մեզ։ Մենք աղոթք անենք սրա համար։ Կուզեմ, որպեսզի խնդրենք Տիրոջից, որ նախ Տերը բժշկի մեր սրտերը այս հարցում
որ մենք իրոք գիտակցենք, ճանաչենք նրանք, ովքեր իրականության մեջ հոգևոր դաշտում մեզ հակառակներ են, հակառակորդներ են եւ պայքար ունենանք։ Եվ նաեւ սրա համար, եթե այդ պայքարը չենք ունեցել եւ հակառակ, ոնց որ ասած, մենք պասիվ ենք եղել կամ էլ թե չէ ավելին վատ ընդունել ենք այդպիսիներին, խոստովանենք Տիրոջը, որ Աստված մեզ ների բժշկվենք, թե չէ էլ շատ ավելի վատ վիճակի մեջ կընկնենք։ Առնվազն Տերը եկեղեցուս կհանի։ Աղոթք անենք։